Ողջույն բոլորին, շնորհավոր ամանոր և Սուրբ Ծնունդ։ Այսօր 2026 թվականի հունվարի 7-ն է արդեն և վերջապես պետք է բացեմ ամանորակինդր մաքսիները։ Այս տարի սովորականից ավելի շատ մաքսիներ ունենք բացելու և առաջի անգամ պետք է բացեմ կինդր մեգա մաքսին, որը 220 գրամանոց է և բնականաբար խաղալիքը մեջի ֆիգուրը ավելի մեծ է լինելու։ Բայց այս տեսանյութում չենք բացի մեգան, չեմ բացի աղջիկների համար նախատեսված ամանորյա մաքսին և ընթացքում կտեսնենք, ամեն դեպքում կբացեմ սրանք, որոնք անկեղծ չեմ նայել թե մեջը ինչ է, որպեսզի ավելի հետաքրքիր լինի։ Սրանց մեջ մամոնտներն են։ Այս տարվա ամանորյա թողարկման թեման մամոնտներն են, որը շատ հետաքրքիր է առաջին հերթին նրա համար, որ կրկնություն չի։ Քանի որ կինդրը ունի սովորություն թե փոքրերի, թե մեծ մաքսիների դեպքում մի քանի տարի մեկ կրկնում է թեման, բայց մամոնտները առաջի անգամ թողարկվել են։ Եկեք այս ֆիգուրը ձեզ մոտիկից ցույց տամ, այս մաքսին։ Ռուսատարի դեպքում բոլորի վրա նույն նկարներն են, մամոնտի նկարը, որը կարծում եմ շատ ճիշտ է, բայց միաժամանակ նաև շատ հետաքրքիր է գերմանատար ուբերրաշունգի դեպքում, այնտեղ իրանք ավանդույթի համաձայն տարբեր նկարներ են անում, որոնք շատ ավելի տոնական են։ Եկեք սկսենք բացել այս տարբերակներից։ Դա արդեն ասացի, որ թեման մամոնտներն են և ունենք հավաքելու 5 ֆիգուր, ամբողջ կոլեկցիան կազմված է 5 ֆիգուրից։ Հիմա մի փոքր տեսախցիկը ես ավելի հարմար դիտեմ, որպեսզի երևա հավաքելու պրոցեսը։ Ահա այսպես ավելի հարմար կլինի, քանի որ մենք կունենանք տեղ բացելու ցույց տալու։ Ես սրանք արդեն մոտավորապես ուսումնասիրել եմ առանց բացելու և առաջին մեր մամոնտը դուրս է գալիս վառ գույների, դա էլ է շատ կարևոր, հատկապես ամանորյա թողարկման ֆիգուրները, երբ որ վառ գույների են լինում, շատ ավելի հետաքրքիր է լինում։ Եկեք առաջին հերթին նայենք ընդհանուր պատկերը, արդեն ասացի, որ 5 ֆիգուրից է կազմված, ուրեմն այսպես պահեմ, որպեսզի հարմար ցույց տանք։ Այստեղ ունենք 5 մամոնտ, 1 բրեկ դանսեր երևի, երկուսը, երկրորդը սա սկեյթ քշողը, երրորդը սկուտերով, չորրորդը, որ արդեն դուրս եկավ, սա ցատկող կամ թռնողն է, չեմ հիշում այս պահին ինչպես է կոչվում այս սպորտաձևը, և 5-րդը, այսպես անենք, որ լույսը չխանգարի, 5-րդը վազորդն է։ Այնքան էլ ճիշտն ասած իրանց սպորտաձևերը ձմեռային չեն, չնայած մամոնտները ասոցացվում են սառը, ցուրտ տեղերի հետ, այդ պատճառով կինդրը ընտրել է մամոնտներ։ Կինդրը ընտրում է հատկապես մաքսիների դեպքում ավելի շատ ոչ թե ամանորյա, այլ ձմեռային ինչ-որ ցուրտ վայրերի հյուսային բևեռի, հյուսային վայրերում ապրող կենդանիները ընտրում որպես ամանորյա թեմաներ։ Այս մեր առաջին մամոնտի հավաքելու սխեման է։ Հիմա այսպես դնեմ ու փորձենք հավաքել։ Տեսնենք ոնց ենք հավաքում։ Ոնց որ թե շատ ամեն ինչ հեշտ է, ամեն ինչ շատ պարզ է ու հեշտ է։ Բուն մամոնտը կազմված է 3 դետալից, պետք է հարմարացնենք ու վերջ։ Իսկ ընդհանուր ֆիգուրը կազմված է 2 հատվածից, մեկը այն հատվածը, որից ամրացվելու է թելով մամոնտը, և սա ունի հետևի այսպես լիպուշկա կաուչուկի հատված, որը փակցնում են հարթ մակերեսի, դա կլինի ապակի,
դա կլինի սառնարան, թելով կապում են մի հատվածը, այք էստեղ հատուկ տեղ կա, հիմա այդ ամեն պրոցեսը չեմ ուզում անեմ, այնքան հարմար չի լինի, բայց դե պարզ է լինելու, մի հատվածը կապում են սխեմայից, մի հատվածը կապում են մամոնտի մեջքին, այք էստեղ տեղ կա հատուկ, և դառնում է ինքը ամբողջական ֆիգուր և սա նաև կարող ենք այսպես մամոնտին ամրացնել մի վայրկյան մամոնտին կարող ենք ամրացնել այդ սխեմայի վրա այստեղ ոչ մի բան չի շարժվում ընդհանրապես պետք է կապեն իրար և ինքը երբ որ պատկերացրեք սա ուղիղ ինչ-որ միտեղ ապակի է, ինքը այդպիսի հորիզոնական դիրք է ընդունելու։ Մի հատ էլի ցույց տամ ձեզ մամոնտին, այսքան խոսեցի։ Շատ գեղեցիկ է իրոք, վառ գույներով, գեղեցիկ մամոնտ է։ Նաև գնահատեմ այս անգամ որոշել եմ նույնիսկ անց անգամ, երբ որ 39 Kinder Max-ի բացեցի, որոշել էի գնահատեի, հետո մոռացա վերջում, եկեք այդ բացը լրացնեմ, չգիտեմ հիմա այս վիդեոն նայողները նայել են նախորդը թե չէ, այնտեղ մենք բացել ենք 39 Kinder, հետո նաև երկրորդ տեսանյութում բացել եմ ևս մեկը և ամբողջ հավաքածուն կազմել եմ, քանի որ նախորդ փոքր ավելի ճիշտ Kinderները նախորդ տարիների հավաքածու էր 12-ից 11-ը, գերազանց չեմ գնահատի, 5, 4, միգուցե վերապահումով կամ ավելի շատ 3+, այսինքն բավարար։ Իսկ այս մամոնտները մաքսին է գնահատեմ վերջում։ Սրանք կարծում եմ նույնը չեն լինելու, քանի որ իրանք ունեին տարբեր ձեռքով բռնելուց քաշեր մոտապես և այնտեղ ամեն ինչ շարժում է ձայն է գալի, այնտեղ ամեն ինչ ավելի ծանր ու պինդ էր։ Այս շատ լավ է։ Մեր երկրորդ մամոնտն է դուրս գալիս, այս ինչքան դետալ ունենք երկրորդ մամոնտի հավաքելու համար։ Եվ մի բան ասեմ, այստեղ նախորդ Kinder փոքր սուրպրիզի շոկոլադն է դրած կողքս, այդ հոտը շոկոլադը ինձ միշտ տանում է դեպի մանկություն։ Ես նույնիսկ մինչև հիմա պահած ունեմ իմ առաջի Kinder սուրպրիզի ֆիգուրը, դա կրոկոդիլներ, կոկորդիլոսներ, որը թևի տակ գիրք ունի։ Եվ դա 90-ականներն էր, 93 թիվն էր, եթե չեմ սխալվում։ Մի օր ցույց կտամ, այդ մասին խոսեմ։ Անդրադառնանք մեր ամանորյա Kinder Max-ին։ Սա մեր մամոնտն է երկրորդ լինելու, որը սկեթ է քշում։ Այստեղ հավաքելու պրոցեսն էլի, այդքան էլ բարդ չի, փորձենք հավաքել մեր երկրորդ մամոնտին, ուրեմն, ուրա մեր մամոնտի այսպես, կնջիթը այսպես, մի վայրկյան հասկանանք, վերջ, շատ պարզ է, դետալները շատ են, բայց ինքը շատ ավելի հեշտ է հավաքվում։ Մի վայրկյան։ Ընդհանրապես սկեթի վրա է հարմարացվում։ Ասեմ, որ իրանց ակերը իրական շարժական ակեր են և կարող ենք հանգիստ մենք իրան պտտել, բայց հավասարակշռությունը լավ չի բանը, եթե անկեղծ։ Ճիշտ է, այստեղ մի քիչ փափուկ է։
Եվ երկրորդը ինքը այսպես երկու տարբերակով կարելի է օգտագործել ըստ նկարի։ Առաջինը կարող ենք այսպես որպես ճանապարհը բարդացնելու միջոց, որպես ինքը հետաքրքիր ավելի լինի։ Եվ երկրորդը երբեմն ճիշտ ասած անուններ կա, որ մարդ մոռանում է, բառեր կամ մտքից թռնում են, մարդ այդ բանին փորձում է միտքը շարադրի։ Երկրորդն էլ այսպես։ Այսինքն սա պետք է իր ձեռքով մարդ փորձի ան վարի։ Մի խոսքով մեր երկրորդ մամոնտը պատրաստ է։ Այսպես հավաքենք, որպեսզի խառնաշփոթ վերջում չլինի։ Այ հիմա արդեն անցնենք մեր եկեք սկսենք այսօր բացենք այս 3 ռուսատար մամոնտները։ Եկեք բացենք, տեսնենք սա ես հետո երբ որ գնում է ճիշտ ասած որոշները կշռում էի, խանութի աշխատողները զարմացած նայում են թե ինչու եմ կշռում, այդպես փորձում էի նույն ժամկետը նայենք ամեն դեպքում սեպտեմբերի 11-ին 2025 թվական արտադրվել է եւ մինչեւ 2026 թվականի հունիսի 8-ը ժամկետի մեջ է, բավական երկար։ Աշխատողները զարմացած նայում են եւ ասում են, որ այս քալիքների համար են կշռում։ Տեսնենք ինչ է դուրս գալու, մենակ թե երրորդ կրկնություն չլինի, ինչ լավ որ երրորդ կրկնություն չեղավ, հուսով եմ գոնե 4-ը կհանենք, գոնե բացվելու է, երկուսը բացինք, երրորդը երկու հատ էլ բացելու են, գոնե եթե 4-ը նույնիսկ դուրս գա, դժգոհ չմնա, իսկ եթե 5-ից 5-ը դուրս գա, այդ կլինի արդեն ընտիր մի բան։ Այսպես մեր երրորդ մամոնտը լրիվ ուրիշ գույն է։ Եթե նայենք առաջին, երկրորդին, իրանք ավելի վառ նարնջագույնի շագանակագույնի ինչ-որ միքս է։ Երրորդ մեր մամոնտը սկուտերով, արևային ակնոցներով մոխրագույն մամոնտ է։ Այստեղ ավելի քիչ դետալներ կան, բայց մի բան էլ ասեմ, որ կան ֆիգուրներ, որոնք ունեն թղթի հատվածներ, որոնք իրոք չեմ սիրում, դրանք ավելորդ են։ Հանել ենք 3 մամոնտ դեռ։ 3-ից ոչ մեկ թղթի պիտակ չունի։ Տեսնեմ ճիշտ եմ, հա։ Այս երևի իմ ֆավորիտ ամենասիրած մամոնտն է դեռ, ինչի համար, որովհետև ինքը չէ, նայում եմ այսպես պիտակ չունի ու այդ շատ այն ուրախացնում։ Այստեղ ըստ սխեմայի ինքը պետք է ընդամենը ձեռքով վարես, ձեռքով պետք է քշես։ Էքսա տնենք մի կողմ և ձեզ ցույց տամ հավաքած երրորդ մամոնտը, որը ամենաբարձրն է, ամենահասակովն է, ամենամեծն է, քանի որ ինքը այդքան շատ հետը դետալներ չունի առանձին, քանի որ դետալները այստեղ մեծ է, ըստ դրա արդեն մամոնտը ինքը փոքր է ստացվել, իսկ այստեղ դետալը մի հատ սկուտեր է փոքր, այստեղ նայեք ակերը շարժական ակեր են։ Ինքը շատ ավելի հետաքրքիր է այդ առումով, չնայած նրանց գույները վառ են, այդ առումով այնտեղ է առավելությունը, բայց այս մամոնտի չափը ինքը ինքնուրույն պետք է կանգնի, այստեղ իմ մոտ մի քիչ փափուկ այս սեղանը, դրա համար երևի հարմար չի։ Երրորդը ունեցանք, անցնենք
Անցնենք 4-ին։ Տեսնենք ինչ է դուրս գալու մեր 4-րդ մամոնտից։ Փաթեթավորումը ասեմ շատ գեղեցիկ է։ Փաթեթավորումը այս անգամ ինչպես միշտ կարող եմ ասել, ոչ միայն այս անգամ շատ լավ է։ Վախենում սա դուրս գա, որտեղ նույն ձևի ինքը տես թեթև է եւ նույն ձևի ձայն է գալիս։ Եթե կրկնություն չլինի, շատ լավ կլինի։ Փորձում ենք, կրկնությունը վախենում դուրս գա։ Այո, կրկնություն դուրս եկավ։ Մեր երկրորդ մամոնտն է։ Նույն ձայներ, նույն ձևի, սա կրկնությունը, սա պահենք։ Իմաստ չկա բացելու, սա թոմանա։ 5 մաքսից դեր հանել ենք 3 հատ։ Մի կրկնությունը ոչինչ, եթե սա դուրս գա նոր տարբերակ, հնարավոր է սահմանափակվենք։ Այնտեղ նաև ունենք Ինչ դժվար է սա բացվում։ Օպա։ Պատկերացնում եք սա էլ դուրս գա։ Նույն ձենն այլի։ Նույն մամոնտն այլի։ Լինելու, որը չեմ ուզի։ Եթե կրկնություն գոնե սա դուրս գա։ Սկուտերով դուրս գա։ Սկեթովից արդեն 2 հատ ունենք։ Եկեք բացենք մի անգամից, բայց վախենամ դա այլա դուրս գալու։ Հենց սկեթովն է դուրս գալու։ Չէ։ Կրկնություն, բայց ցածկող մեր մամոնտն է։ Թող մնա մեր մամոնտը սպասի, քանի որ կրկնություն է։ Բացել ենք 5 հատ, եկեք բացենք 6-րդը կարծում եմ։ Բացել է։ Չի ուզում սա բացել, սա ուզում է թողել այս մեծ մեգամաքսի հետ բացել, ըստ չափի հետաքրքրության։ Բայց եկեք բացենք 6 հատ, թող լինի ոչինչ։ Եթե բացենք ու դուրս եկավ նոր ֆիգուր, կարդարացի բացելը, ու դա շատ լավ կլինի։ Եթե դուրս եկավ կրկնություն, չի արդարաց բացվել է։ Վախենում եմ էլի իր կրկնություն գիտեք դուրս գա։ Ու այդ Օպա, շատ լավ է ուղղակի, հրաշալի, արդարացվեց բացելու ռիսկը արդարացվեց ամբողջությամբ։ Մեր գերմանատար տնենք էստեղ Kinder Max-ից դուրս եկավ նոր բազորդ մամոնտը։ Այստեղ պիտակ կա, փոքրիկ պիտակ, որի կարիք ընդհանրապես չկար, չգիտեմ ինչի է Kinder-ը որոշել, որ պետք է պիտակ դնի։ Միգուցե դա ինչ-որ չափով տեսքը գեղեցկացնում է, բայց ընդհանրապես դրա կարիքը չկար։ Մի վայրկյան ես հասկանամ։ Ոնց որ թե հասկացանք։ Առաջին եկեք մամոնտի գլուխը, հետո ընդհանուր։ Օպ։ Սա մեր վազորդ մամոնտն է։ Հարմարացվում է այսպես։
Մա ցույց տամ նորից վազորդ մամոնտին այստեղ ինքը ցույց է տալի որ վազում է ճանապարհով դե քանի որ ինքը ձմեռը դուրս չի գալի երևի տանը հատուկ այսպես սարքի վրա է վազում որ նիհարի այսպես վարելով ինքը կշարժվի ներքան այսինքն մենք բացեցինք 6 Kinder Maxi եւ այս պահին ունենք 4-ը 5-ից սկզբից էլ նշեցի եթե 5-ը իհարկե դուրս գա դա կլինի ընտիր բայց եթե 4-ը դուրս գա 6-ից չեմ դժգոհի եւ կարեւորը որ կրկնությունները ոչ թե նույնիսկ կրկնվեցին այլ մի հատ սկեթերից մի հատ էլ այս ցածկողից դա էլ բաց չի որ կրկնությունները սա տնենք որպես չկորի կրկնությունները նույնը չեն դե ինչ այնտեղ մնաց մեր մի վարքան ցույց տամ Megamax-ին որը առանձին կբացեմ քանի որ այնտեղ լրիվ ուրիշ թեմա է Pokemon Pikachu եւ այստեղ մենք ունենք մեկ աղջիկ էլ ինքը նույն չափի Maxi է ամանորյա բայց այստեղ տիկնիկներ են սա թողնա երևի շորթի դեպքում կբացեմ որպեսզի մեկի համար երկար վիդեո տեսանյութ չձանյակրեմ գնահատելու համար եկեք գնահատենք քանի որ 5-ից 4 ունենք երևի ամեն դեպքում եթե ոչ 5 այսինքն գերազանց կարելի է գնահատել 4 նույնիսկ 4+ նույնիսկ եթե մարդ նայում է այսպես իրական միջև այդ իհարկե նայել է նկարով նույնիսկ կարելի է 5 գնահատել քանի որ առաջին հերթին ինչպես սկզբից ասեցի իրանք չեն կրկվում ամբողջությամբ նոր թեմա է ունեն գեղեցիկ վառ գույներ այդքան շատ ինչ որ թուղթ պիտակ չունեն չնայած այն որ դուրս չի եկել ամենաշատ պիտակը դա ունի որը պետք է այստեղ կանգնած լիներ երևի գնահատեն 4 լիարժեք 4 5-ից ինչի ոչ 5 որովհետև իրանք ամեն դեպքում ամանորյա թեմա չեն հետաքրքիր է գույները գեղեցիկ են թեման նոր է ամբողջությամբ այդ ամեն ինչը շատ լավ է բայց իրանք ամանորյա չեն ամանորյա Kinder Maxi-ից դուրս է գալի ոչ այնքան ամանորյա թեմա այս անգամ այսքանը հուսով եմ հետաքրքիր էր հատկապես կոլեկցիոներների հավաքորդների համար քանի որ միգուցե Հայաստանում այդքան շատ չեն հատկապես Kinder հավաքորդները բայց ամբողջ աշխարհում շատ են հատկապես Եվրոպայում Ռուսաստանում ամենտեղ կարելի ասել այս անգամ այսքանը առայժմ